Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ 92 տարի Արևմտյան Հայաստանի հայերու պատմության մեջ, ինչու Ադրբեջանը չապահովեր հայերու անվտանգ վերադարձը, 100,000 դեղահանված եւ չլուծված հիմնախնդիրներ, քյուրդ հայկական պատմական հաշվեհարդարները 1915 թվականի ցեղասպանության համաձայնին մեջ, Վանա լիճը էկոլոգիական լուրջ ճգնաժամի առջև, հայերու առաջին ազգային փողոքը Կանադայի մեջ, Պատմատիդարան, ինչ քաղաքնիկներ կբացահայտե հայկական պատմությունը, Ոսպով Աբուր։ Փետրվարի 4 2026 թվական Մասիս Ինջիջյան գկրե Արևմտյան Հայաստանի Հանրապետության պատվարժան նախագահ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, ազգային ժողովի հարկելի պատգամավորներ, Հայկական լեգիոնի գազմավորումը 1919 թվականի փետրվար 1-ը եւ Արևմտյան Հայաստանի ղարավարության ստեղծման օրը 2011 թվականի փետրվար 4-ը կարևոր իրադարձություններ են, որոնք իրարմե 92 տարվան հեռավորություն ունին։ Սակայն անոնք ոչ միայն օրացույցային առումով մոտ են իրար, այլ նաեւ փոխկապակցված են եւ գշարունակեն նույն արդար թադի բայկարը։ Սիրելի ընկերներ, ազգերու պատմությունները սովորաբար կգրվին զորավարներու հաջողություններով, ուժի կորզածությամբ եւ նյութական արժեքներու առաջնահերթությամբ։ Սակայն պատմությունը պետք է գրվի փարոյական հիմքերու վրա, դեպքերու գաբը դիեզերական օրենքներուն հետ բացատրելու միջոցով։ Հաղթանակ կնկատվի նոր դարածներ ցեր բերելը, ուրիշներու կյանքին, ունեցվածքին եւ մշակույթին դիրանալը, մինչդեռ իրականության մեջ նման հաջողությունները կգնահատվին որպես գողություն, բռնություն, թուլություն կամ ստորություն։ Յուրաքանչյուր գործողության համար պետք է հարց տրվի։ Արդյոք այն համահունչ է դիեզերքի օրենքներուն։ Արդյոք պետությունը փարոյական իրավունք ուներ նման քայլի դիմելու։ Այնուամենայնիվ փաստ է, որ փարոյական օրենքները անդեսող ովև է ձեռքբերում, որ ներկայիս կամ որոշ ժամանակաշրջանի համար հաջողություն գտվի, ի վերջո ենթակա է գործանման։ Հետևաբար մենք չենք կրնար նույն ռազմավարությունը շարունակել։ Հոգևոր արժեքները հերացած կառավարումը գտարնա վարակույրի յետևի ուժերու կորձիկը եւ պետությունը գտանի այլասերման եւ աղետներու։ Ուրեմն որքանով պատասխանատու է կառավարությունը իր գործունեության մեջ։ Վստահ եմ, որ Արևմտյան Հայաստանի կառավարությունը կգիտակցի խորքային գիտելիքներու կարեւորությունը եւ զանոն կգիրարկե իր աբակա գործունեության մեջ։ Դարածված է այն գարձիկը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր կառավարության։ Հետևաբար մենք, գիտակցելով մեր բնիկ ինքնությունը, պետք է նույնպես ծանոթանանք խորքային գիտելիքներուն, զարգանանք, բարելավենք մեր փարոյական վարկը եւ հոգեվոր մագարտակի վրա փնտրենք ճշմարտությունը։ Նույն ցեվով կառավարությունը պետք է առաջնորդե իր ժողովուրդը եւ գազմագերբե անոնց դաստիարակությունը։ Բնիկ ազգը իր կառավարման միջոցով ցերկ-ցերկի դված պետք է դառնա արդարության արժանի բահաբան ճշմարտության հիման վրա։ Այս առումով մեր ամբողջական բարի մաղթանքները կհղենք Արևմտյան Հայաստանի կառավարության եւ կգնահատենք անոր անկեղծ գործունեությունը։ Մենք պետք է ճիշտ գործենք, իսկ արդյունքը իր ժամանակին պիտի գա։ Human Rights Watch-ի զեկույցին համաձայն 2025 թվականին Ադրբեջանի մեջ մարդու իրավունքներու ոլորտին մեջ շարունակված է հետընթացը։ Իշխանությունները հստակեցած են ճնշումները անկախ լրագրության, քաղաքական ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության դեմ քննադատական ցայները լրացնելու նպատակով։ Թիրախավորված են թե դեղական, թե արտասահմանեն գործող լրագրողները, որոնց մեջ ոմանք դատապարտված են երկարատև ազատազրկման։ Զեկույցը կնշե, թե գասեցված է միջազգային գազམ་ագերբություններու եւ լրատվամիջոցներու գործունեությունը, սահմանափակված է հավաքներու ազատությունը, իսկ խոշտանգումներու վերաբերյալ մեղադրանքները չեն հետաքննված։ Օրենսդրական փոփոխությունները եւս սահմանափակված են մեդիայի եւ հասարակական գազམ་ագերբություններու գործունեությունը։ Գազམ་ագերբությունը կշեշտե, որ Ադրբեջանը ոչ մեկ քայլ ձեռնարկած է 2023-ին Արցախեն դեղահանված հայերու անվտանգ վերադարձը ապահովելու եւ սեփականության իրավունքները վերականգնելու ուղղությամբ։ Human Rights Watch-ի զեկույցին համաձայն Հայաստանի մեջ մարդու իրավունքներու վիճակը 2025 թվականին մնացած է անկայուն, թեև իրականացված են գաշարագերության թեմ բայկարին եւ օրենքի գերագայության ուղղված բարեփոխումներ, սակայն պահպանված են լուրջ խնդիրներ՝ մամուլի ազատության սահմանափակումներ, պետական տեսահսկման ընդլայնում, ոստիկանության չարաշահումներու անարդյունավետ քննություն եւ դատական անկախության պակաս։ Գազམ་ագերբությունը կնշե, որ իշխանությունները դժվարություն ունեցած են ապահովելու բավարար հասարակական պաշտպանություն Արցախեն դեղահանված ավելի քան 100,000 հայերու համար։ Բնակարանային հատկացումներու գրջադումը եւ թիրախային աջակցության ներդրումը բազմաթիվ դեղահանվածներու թեմ հանդիման կանգնեցուցած են բնակարանի վարձի եւ հիմնական գարիկներու ապահովման լուրջ խնդիրներու։ Զեկույցը մտահոգություն կհայտնի նաև հաշմանդամություն ունեցող անձերու, ընտանեկան բռնության զոհերու, ինչպես նաև խոսքի ազատության եւ մամուլի վրա աջող ճնշումներու կապակցությամբ։ Հովսեփ Հայրենի աշխատանքներուն մասին գրելն ինքնին բարդ է։ Իր հետազոտական մոտեցումը կպահանջի նույնքան բծախնդրություն եւ պատասխանատվություն, որքան ինքը ցուցաբերե։
Ան պատմության կմոտենա ոչ թե զգացմունքային, այլ խորքային, վերլուծական եւ արարգայական թիրքերով։ Ան կուսումնասիրե պատմական Հայաստանի ժողովուրդներուն, հատկապես հայերու, քյուրդերու եւ ղզելբաշներու միջև հարաբերությունները գաբելով զանոնք 1915 թվականի հայրու ցեղասպանության համապարփակ վերլուծության հետ։ Միաժամանակ ան կանդրադառնա անհատներու, հասարակություններու եւ ընտրողական խղճի դրսեւորումներուն ամբողջական պատմական ժամանակաշրջանի մեջ։ Այս գիրքը արդարություն փնտրող հետազոտություն մնե, որ գլուսավորե անցյալը հասկանալու համար ներկան, կգշրատադե հարաբերություններու վերելքները եւ անկումները, կբացահայտե պատճառներու հետևանքները եւ կներկայացնե հստակ մեթոդաբանական մոտեցում նման բարդ նյութեր ուսումնասիրելու համար։ Հայ-քրդական հարաբերություններու մասին խոսելը միշտ ալսկայուն է, սակայն հայրենին կպահպանե հավասարակշռությունը, քննադատելով ազգայնական կողմնակալությունները, խուսափելով անարդարութենեն։ Անոր քրությունները փոխկապակցված են, գլրացնեն միմյանց եւ ուղղված են ժամանակակից հարցերու խորքային ըմբռնման։ Այս ուսումնասիրությունը հիշեցում է, թե շրջանի խնդիրներու լուծումը անկախտելիորեն կապված է 1915 թվականի ցեղասպանության պատմական քննադատման հետ։ Հովսեփ Հայրենիի խոսքը գշրված, չափված եւ պատասխանատու է, սա է անոր աշխատանքի իրական արժեքը։ Արևմտյան Հայաստանի ամենեն մեծ լիճը, Վանա լիճը, այսօր կանգնած է լուրջ էկոլոգիական վտանգի առջև։ Կլիմայական փոփոխությունները, դեղումներու գտրուկ նվազումը եւ Թուրքիայով վարած սխալ քաղաքականությունը վերջին տարիներուն պատճառ դարձած են ջուրի զգալի նվազման։ Որոշ հատվածներու մեջ լիճի ափը ետ քաշված է մինչև 4-5 կիլոմետր։ Մասնակիցներու քննադատմամբ հատկապես վերջին 4-5 տարիներուն ամռան ամիսներուն ջուրի մագարտակի անկումը դարձած է գայուն միտում։ Փորձագետները կշեշտեն, որ լիճը սնուցող քեդերու եւ հոսանքներու վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններն ու ջրամբարները էական դեր կխաղան իրավիճակի սրման մեջ։ Շրջակա միջավայրի ոլորտի ներկայացուցիչները կզգուշացնեն, թե առանց համագարկային քայլերու Վանա լիճը կրնա փախել նույն ճակատագրին, ինչ որ Իրանի Ուրմիա լիճը։ Անոնք կբահանջեն վերանայել ջրային քաղաքականությունը եւ իրականացնել արդյունավետ բնապահպանական միջոցառումներ լիճը փրկելու համար։ 19-րդ դարու վերջերուն Կանադա տեղափոխված հայ քաղաքականները հիմնական Արևմտյան Հայաստանեն եւ Կիլիկիային հաստատվելով Օնտարիոյի քաղաքներուն մեջ կսպաղեին ծանր ֆիզիկական աշխատանքներով։ Անոնց մեծամասնությունը Կանադան կնկատեր իբրև ժամանակավոր կայան հայրենիք վերադառնալու հույսով։ Առաջին համաշխարհային պատերազմը եւ Օսմանյան կայսրության մեջ իրականացված հայերու զանգվածային կոտորածները այդ հույսը գդրեցին։ Հայերը չգարենալով վերադառնալ հայրենիք, սկսան ինքնագազմագերբվել որպես համայնք, պաշտպանելով իրենց ազգային եւ մարդկային իրավունքները օդար երկրի մեջ։ Կանադայի մեջ կազմավորվեցավ համախմբված, փոխօգնության վրա հիմնված հայ համայնքը։ Մշակութային ու քաղաքական աշխատանքին կողքին համայնքը աշխուժ էր նաև հասարակական պայքարի դաշտին մեջ։ 1915 թվականին Բրենտֆորդի ցուլարանին մեջ աշխատող հայ բանվորները տեղեկանալով հայրենիքի մեջ տեղի ունեցող գոտորածներուն մասին հրաժարեցան թուրք բանվորներու հետ աշխատել, գասեցնելով գործարանի արդարությունը։ Թեև կանգնած էին աշխատանքը գործընծնելու վտանգին առջև, անոնք ընտրեցին արժանապատվությունը, բարձրացնելով իրենց փողոքը։ Այս քայլը դարձավ Կանադայի մեջ հայերու առաջին ազգային փողոքի դրսևորումը։ Ցուլարանի աղմուկին մեջ ծնունդ առավ համարձակ ցայնը, որ ոչ միայն պաշտպանեց աշխատավոր հայերու իրավունքները, այլև դրավ Կանադայի հայ համայնքի ազգային ինքնագիտակցության հիմքերը։ Պատմաթիթարանը Instagram-ի վրա կորձող թվային հարթակ մնե, որ կներկայացնե հայոց պատմությունը մշակութային ժառանգությունը ժամանակակից տեսողական պատմասացության միջոցով։ Էջը կհրապարակե գարչ տեսանյութեր, լուսանկարային շարատրանքներ, պատմական թեմքերու եւ թեփքերու պատկերապատումներ, ինչպես նաեւ փոխաստու հարցումներ, հանելուկներ եւ հարցոպատասխաններ։ Նախագծի նպատակն է գիտական հետազոտությունները վերածել մատչելի եւ հետաքրքրական փոխանցագության, գամուրջը ստեղծելով մասնակիցներու եւ լայն հասարակության միջև։ Պատմաթիթարանը մարտահրավեր կնետե մագերեսային եւ ժամանակավրեպ պատմասացության, խթանելով փաստերու վրա հիմնված ուսումնասիրությամբ ամրապնդված պատմական գիտակցություն։ Էջին փոխանցագությունը արևմտահայերեն եւ անգլերեն է։ Նախագիծը կղեկավարեն Բեյրութի հայ ջեմարանի շրջանավարտներ։ Պատմաթիթարանը կյանքի կոչված է Գալուս Գյուլբենգյան հիմնադրամի հայկական բաժանմունքի աջակցությամբ հայկական պատմությունը նոր սերունդին հասանելի եւ տեսանելի դարձնելու նպատակով։ Ոսպով աբուրը ոչ միայն համեղ է, այլև սննդարար եւ հեշտ պատրաստվող։ Հայկական խոհանոցին մեջ այս ճաշատեսակը միշտ առանձնահատուկ տեղ գրաված է իր բարձ բաղադրատոմսով եւ օգտակար հատկություններով։ Այս հատուկ տարբերակը գուկա արաբկիրեն, արևմտյան Հայաստանեն, ուր ան սերունդե սերունդ փոխանցված է որպես ավանդական ուխտի եւ ջաշի խորհրդանիշ։ Պատրաստման եղանակին ծանոթանալու համար կխնդրենք այցելել մեր պաշտոնական կայք։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։